Քաղաքացիներից պահանջում են ընտրության օրը տեղամասից դուրս բերել ուժեղ Հայաստան դաշինքի 3-րդ համարի քվեաթերթիկը, որպես ապացույց, որ իրենք այդ քաղաքական ուժին չեն ընտրել, այսօր ասուլիսի ընթացքում հայտարարել է ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը։ Ահազանգեր ենք ստանում, որ մարդկանց ստիպում են մասնավորապես մեր ուժեղ Հայաստան դաշինքի 3-րդ համարի քվեաթերթիկը դուրս բերել, որպես ապացույց, որ մեր օգտին չեն քվեարկելու։ Հարգելի հայրենակիցներ, սա իրավախախտում է եւ դուք ինքներդ կարող եք խնդիր ունենալ, եթե արձանագրվես, որ դուք քվեաթերթիկ եք դուրս բերում։ Հետևաբար, կրկին ասում եմ, մի թույլ տվեք, որպեսզի ձեր նկատմամբ հարկադրանքի միջոցներ կիրառեն ու դուք եք դառնալու ու հիմնական այն աղբյուրը, ովքեր որոշելու են, թե ով է մեր Հայաստանի Հանրապետության հաջորդ իշխանությունը։ Քաղաքացիների ահազանգերը բազմազան են, դրանցից մեկն էլ իրենց նկատմամբ ճնշումներ կիրառելու եւ վարչական բազմաթիվ իրավախախտումների մասին է։ Քաղաքացիներին հրահանգում եւ ստիպում են լուսանկարահանել կամ տեսանկարահանել քվեախցիկում այն քվեաթերթիկը, որ ըստ էության իրենց ուժի օգտին տրվող քվեաթերթիկը։ Հարգելի հայրենակիցներ, սա ըստ էության արգելված արարք է, առաջին, երկրորդ, դուք հիմա հնարավորություն ունեք մտնել, քանի որ ընտրություններին այլևս չկա գրիչ եւ մատիտ, մարդիկ ընդհանրապես ընտրում են մի քվեաթերթիկը եւ տեղադրում են ծրարի մեջ։ Դրեք այդ տվյալ ուժը, եթե վախեր ունեք, ճնշման եք ենթարկում, նկարեք, այնուհետև նետեք աղբար կղա եւ ընտրեք այն քաղաքական ուժին, որին իսկապես ցանկանում եք տալ ձեր քվեն։ Անդրադառնալով քվեախցիկներում թաքնված տեսախցիկների մասին լուրերին, Մելոյանը վստահեցրել է, որ ընտրատեղամասերում նման սարքեր չեն լինելու եւ քաղաքացիները կարող են ազատ իրականացնել իրենց ընտրության իրավունքը։ Հայեր ջան, մենք բոլոր 2005 տեղամասային կենտրոններում ունենալու ենք ներկայացուցիչներ եւ երաշխավորում ենք, որ քվեախցերում եւ տեղամասային կենտրոններում բացի օրինական տեսախցիկներից ավելորդ թաքնված որևէ տեսախցիկ չի լինելու, որը կկարողանա արձանագրել, թե դուք ում օգտին եք քվեարկում կամ ինչպես եք ձեր կամ արտահայտությունը դրսևորում։ Մելոյանը քաղաքացիներին կոչ է արել նախապես elections.am կայքով ստուգել իրենց տեղամասային կենտրոնները, նշելով, որ ահազանգեր են ստացվում նաև տեղամասերի փոփոխության վերաբերյալ։ Այստեղ հենց հիմնական էջի վրա երկրորդ կոճակը հաղորդիր խախտում։ Մարդը դիմում է, սխում է այստեղ եւ տեսեք։ Կարող է ինքը ընտրել անանուն է ուզում հաղորդել, թե ոչ։ Այստեղ էլեկտրոնային եղանակով ենք մենք ստանում խախտման մասին ահազանգը։ Նա տեղեկացրել է նաև, որ գործում է իրենց թեժ գծի հեռախոսահամարը 055 522 552, որով քաղաքացիները կարող են ահազանգել եւ հայտնել ընտրական խախտումների մասին։ Հայաստանի փոխվարչապետին է փոխանցվել ԵԱՏՄ անդամ երկրների 4 ղեկավարի հայտարարությունը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նա նաև նշել է, որ հենց ԵԱՏՄ-ին անդամակցության շնորհիվ է Հայաստանը 5 տարի անընդմեջ արձանագրում ՀՆԱ-ի աճի տպավորիչ տեմպեր։ Мы неоднократно подтверждали. Ղազախստանում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի մասնակիցները նեղ կազմով քննարկել են Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի պլանները։ Վլադիմիր Պուտինը նախկինում բազմիցս կրկնել է, որ միաժամանակի անդամակցությունը պարզապես անհնար է։ Ըստ ներկայացված տեղեկության Հայաստանին ԵԱՏՄ-ից հեռացնել չի կարելի, սակայն Եվրամիությունն նրա հնարավոր մուտքի հետևանքները քննարկելն անհրաժեշտություն է։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրում սպասվող ընտրությունների պատճառով չի մեկնել Աստանա։ Գագաթնաժողովին մասնակցում է փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանը։ Նիստի ընթացքում Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանը մտադիր է նաև ապագայում բարեխղճորեն մասնակցել ԵԱՏՄ աշխատանքներին, հաշվի առնելով դրա բոլոր անդամների ազգային շահերը։ Ռոսպոտրեբնadzորը կարգադրել է Ռուսաստանում կասեցնել ջերմուկ հանքային ջրի 64.5 միլիոն շշի վաճառքը, հայտնել է Գերատեսչության մամուլի ծառայությունը։ Որոշումը պատճառաբանվում է պարտադիր տեխնիկական կանոնակարգերի խախտումներով։ Ռուսական կողմի պնդմամբ ստուգումների ընթացքում հայտնաբերվել է հիդրոկարբոնատների, քլորիդների եւ սուլֆատների թույլատրելի մակարդակի գերազանցում։ Ըստ ռուսական գերատեսչության տարեսկզբից Չեսնի Զնակ համակարգն արդեն արգելափակել է ջերմուկի 38.4 միլիոն շշի վաճառքը։
Լոս Անջելեսի Նորթ Հիլզ թաղամասում ապրող հայ ընտանիքում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Տանը հնչած կրակոցների մասին ահազանգից հետո իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են տղամարդու, կնոջ եւ 2 երեխայի մարմին։ 30-ամյա մայրը կրակել եւ սպանել է իր 2 երեխային, ապա նրանց հորը, ինչից հետո վերջ է տվել նաեւ իր կյանքին։ Սպանված երեխաներից մեծը 2 տարեկան տղա է, իսկ փոքրը 6 օրական նորածին աղջիկ։ Դեռևս պարզ չեն դեպքի մանրամասները։ Հարևաններից մեկը նշել է, որ երբեք չի տեսել ընտանիքին վիճելիս եւ որևէ նախազգուշացնող նշան կամ խնդիր չի նկատել։ Ռուսական ԱԹՍ-ն ընկել է Ռումինիայի Գալաց քաղաքի բնակելի շենքերից մեկի վրա։ 2 մարդ վիրավորվել է, իսկ մոտ 70-ը տարհանվել, հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը։ Հաղորդվում է, որ անօդաչու թռչող սարքը թռել է Ռումինիայի օդային տարածք Ուկրաինայի վրա հարձակման ժամանակ։ Ֆետեշտիի ավիաբազայից 2 F-16 կործանիչներ գիշերը օդ են բարձրացել այն որսալու համար։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը անդրադառնալով կատարվածին գրել է, որ Դաշնության ագրեսիվ պատերազմը եւս մեկ կարմիր գիծ է անցել։ Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Ռումինիայի խիտ բնակեցված շրջանին, վիրավորելով խաղաղ բնակիչների Եվրոպական միության տարածքում։ Մինչ մենք շարունակում ենք ամրապնդել մեր անվտանգությունն ու զսպումը, հատկապես մեր արևելյան սահմանին, մենք կշարունակենք մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա։ Պատրաստում ենք պատժամիջոցների 21-րդ փաթեթը, գրել է Լեյենը։ Թեհրանը պատրաստվում է զարգացնել այլընտրանքային առևտրային միջանցքները, այդ թվում Ռուսաստանից։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը կոչ է արել արագացնել բոլոր համապատասխան համաձայնագրերի իրականացումը եւ օգտագործել հարևան երկրների հնարավորությունները, բացի Ռուսաստանից այդ թվում են Պակիստանը եւ Ադրբեջանը։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը հայտարարել է, որ մեծ առաջընթաց են գրանցել Իրանի հետ բանակցություններում։ Կարծում եմ, իրանցիները ցանկանում են գործարք կնքել եւ բացել Հորմուզի նեղուցը։ Նույնը ցանկանում ենք եւ մենք։ Միջուկային խնդրի վերաբերյալ կան մի քանի հարցեր՝ բարձր հարստացված պաշարները եւ հարստացման հարցը։ Այնպես որ, գիտեք, մենք նրանց հետ քննարկումների մեջ ենք, ասել է նա։ Ավելի վաղ Վենսը նշել էր, որ համաձայնագրի նախագծի որոշ հատվածների վերաբերյալ արդեն կան պատասխաններ, կրկին շեշտելով Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկրի պաշտպանության բանակն արդեն վերահսկում է Գազայի 60%-ը եւ ինքը հրահանգել են զինվորականներին այդ ցուցանիշը հասցնել 70%-ի Համասին բոլոր ուղղություններից ճնշելու համար։ Նրա խոսքով իրենց նպատակն է վերաձևել տարածաշրջանային էներգետիկ ենթակառուցվածքները այնպես, որ նավթամուղերն ու գազամուղերը շրջանցեն Պարսից ծոցը եւ Իսրայելի տարածքով ուղղվեն դեպի միջերկրական ծով, երկիրը վերածելով գլոբալ խաղացողի։ Նա հրահանգել է պաշտոնյաներին նոր բնակավայրեր հիմնել Իսրայելի հողերը զարգացնելու, ամրապնդելու եւ բնակեցնելու համար։ Իսրայելի վարչապետը հույս ունի, որ ռազմական արշավների արդյունքում Թել Ավիվը կդառնա Մերձավոր Արևելքի ամենաուժեղ տերությունը։ Նա նշել է, որ երկրի գլխավոր սպառնալիքը դեռևս մնում է թուլացած իրանական ռեժիմը, միջուկային վտանգը եւ ԱԹՍ-ներով պատերազմը, որի դեմ պայքարում Իսրայելը աշխարհում առաջինը կգտնի լիարժեք պաշտպանական լուծում։ Նեթանյահուն հայտնել է, որ առաքելությունն ավարտին հասցնելու համար գրեթե ամեն օր կապի մեջ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի Blue Origin ընկերության New Glenn հրթիռը պայթել է Ֆլորիդայում ուժային կայանքի փորձարկումների ժամանակ։ Blue Origin-ը միլիարդավոր դոլարներ եւ շուրջ 10 տարի է ծախսել New Glenn-ի մշակման վրա։ Հրթիռը պետք է մրցակցեր Իլոն Մասկին պատկանող SpaceX-ի Falcon հրթիռների ընտանիքի եւ Starship տիեզերանավի հետ։ Տեղի ունեցածին արձագանքել է Իլոն Մասկը, նշելով, որ ցավում է կատարվածի համար, բայց հրթիռները կատակ բան չեն։